օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը նրանց սահմանադրությունում թույլ չտվեց այսօր ստորագրել խաղաղության համաձայնագիրը, սակայն այս փոփոխություններից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած պահի։ Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Չեմ կարող ասել, որ դա միայն Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ժողովրդի ձեռքբերումն է։ Դա նույնքան Ադրբեջանի կառավարության եւ Ադրբեջանի ժողովրդի ձեռքբերումն է։ 2020 yıl Cebrail, 17 oktyabr Füzuli, 20 oktyabr Zengilan, 26 oktyabr Kubatlı, 8 noyabr Şuşa. Թրամփի ուղին կապահովի անարգել մուտք Զանգեզուրի միջանցքով եւ կխթանի տարածաշրջանային կապը։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով։ Երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն հորադից Զանգելան ճանապարհը։ Ուզում են ասեն Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Վաշինգտոնի գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն էր։ Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են սահմանադրության մակարդակով։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։